Բարև ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Մենք շարունակում ենք մեր աստվածաշնչյան սերտողությունը եւ այսօր մենք հասել ենք երկրորդ օրինաց 29 եւ 30 գլուխները։ Այս գլուխներում Մովսեսը նորոգում է ուխտը Աստծո եւ Իսրայելի ժողովրդի միջև։ Նա հիշեցնում է նրանց անցյալը, Աստծո հավատարմությունը եւ ընտրության կարեւորությունը։ 29-րդ գլխում օրինացի Մովսեսը հիշեցնում է, թե ինչպես Աստված պահեց իր ժողովրդին անապատում։ Նրանց հագուստը չմաշվեց, կոշիկները չքայքայվեցին եւ Աստված հոգաց նրանց մասին 40 տարիների ընթացքում։ Սա միայն պատմություն չէ, սա վկայություն է, որ Աստված հավատարիմ է նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը լիովին չի հասկանում Աստծո ճանապարհները։ Այս ամենը մատնանշում է Հիսուս Քրիստոսին։ Նա է բարի հովիվը, որ հոգ է տանում իր ժողովրդի մասին։ Ինչպես Հովհաննեսի 10:11-ն է ասում. Ես եմ բարի հովիվը եւ իմ կյանքը դնում եմ իմ ոչխարների համար։ Ինչպես Աստված պահեց Իսրայելի ժողովրդին անապատում 40 տարի, Հիսուսը այսօր մեզ էլ կպահի այս անապատում, որ ապրում ենք մենք։ Աստված ասում է, որ եթե ժողովուրդը վերադառնա իր մոտ, նա կընդունի նրանց եւ կկերակրի նրանց։ Սա ավետանի սիրտն է։ Աստված միշտ պատրաստ է ընդունել ապաշխարող սիրտը։ Հիսուսը նույն ճշմարտությունն է հայտնում անառակ որդու առակում, երբ որդին վերադարձավ, հայրը վազեց ընդառաջ եւ մենք տեսանք, թե ինչեր արեց։ Նա չի սպասում, որ մենք ինքներս մեզ ծուխենք, նա կանչում է մեզ վերադառնալ իր մոտ։ 30-10 օրինացում կյանքն ու մահը դրեց զիքո առաջ, օրհնությունն ու անեծքը, ուրեմն ընտրիր կյանքը, որ ապրես։ Սա պարզապես Իսրայելի համար չէ, սա յուրաքանչյուր մարդու համար է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին որպես կյանք։ Հովհաննես 14:6-ն ասում է. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Մովսեսն ասում է ընտրիր կյանքը, այսինքն ընտրիր Հիսուս Քրիստոսին։ Ինչ հզոր կապ է։ Այնինչ հին ուխտում ներկայացնում էր որպես ընտրություն, նոր ուխտում մարմնավորեց Տեր Հիսուսի մեջ։ Նա է կյանքի ճանապարհը, կյանքի աղբյուրը, հավիտենական կյանքի դուռը։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ Աստված հավատարիմ է իր ուխտին, սիրում է իր ժողովրդին եւ միշտ կանչում է մեզ վերադառնալ իր մոտ։ Աղոթենք սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես մեր կյանքը։ Շնորհակալ ենք, որ երբ հեռանում ենք, դու շարունակում ես կանչել մեզ քեզ մոտ։ Օգնիր մեզ ամեն օր ընտրել քեզ, ընտրել ճշմարտություն, ընտրել կյանք։ Շնորհակալություն, որ դու հավատարիմ ես մեր նկատմամբ։ Թեպետ մենք անհավատարիմ ենք Հիսուս ջան, բայց դու միշտ հավատարիմ ես։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվում եք այս մեկնաբանություններից, իսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես օրհնվեն։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը, Աստծո կամքով կհանդիպենք վաղը։